Բարև ձեզ, մենք այսուհետ կհանդիպենք առավոտի հարթակում և յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին կփորձենք ամփոփել օրվա քաղաքական իրադարձությունները և առանձնացնել առավել հնչեղ և ուշադրության արժանի թեմաները։ Այսօր դրանցից առաջինը թերևս կամ ամենամեծ ուշադրության արժանացածը Իլհամ Ալիևի ելույթն էր Ադրբեջանի այսպես կոչված Գիտությունների ազգային ակադեմիայի Հոբելյանի առիթով և այդ ելույթում Իլհամ Ալիևը հերթական անգամ իր հավակնություններն էր ներկայացնում կամ Ադրբեջանի պետական հավակնություններն էր ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանդեպ, հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունը, որ Հայաստանի տարածքը ադրբեջանական պատմական հող է և ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հող։ Եվ իհարկե Ադրբեջանի նախագահը չէր խոսում ռազմական գործիքակազմով այդ խնդիրները կամ նպատակները սպասարկելու մասին, այլ հակառակը նշում էր, որ պետք է վերադարձը լինի ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Բայց եթե այսպես համառոտ լինենք, Ադրբեջանը շարունակում է ձևակերպել և հստակ թիրախային արձանագրել իր նպատակները, պարզապես փոխվում է գործիքակազմը, ընդ որում, այսպես ռազմական ուժին փոխարինում է կամ փոխարինելու է գալիս, փորձ է արվում փոխարինել փափուկ ուժով, բայց ես կարծում եմ նաև մոլորություն է մտածել, որ Ադրբեջանը հրաժարվելու է ռազմական ուժից ընդմիշտ կամ շատ երկար ժամանակով, ըստ իս Ադրբեջանի այս գործիքակազմի փոփոխությունը պայմանավորված է պարզապես միջազգային, այսպես ասենք, մակրո մակարդակում իրավիճակի փոփոխությամբ եւ այդ իրավիճակում այսօր պարզապես Կովկասում առավել պահանջված է դարձել կայունությունը եւ կասկած չկա, որ եթե այդ մակրո մակարդակում փոխվի իրավիճակը, ապա Ադրբեջանը շատ հանգիստ վերադառնալու է իր ռազմական լեզվին, ինչի մասին եւս Իլհամ Ալիևի ամենատարբեր ելույթներ բավական բաց տեքստով վկայել են։ Հիմա Ալիևը խոսում է փափուկ ուժով իր հավակնությունները առաջ մղելու մասին։ Ընդ որում այն, որ Իլհամ Ալիևը, այսպես ասենք, երկարաժամկետ կամ սկզբունքորեն չի հրաժարվել այդ ռազմական գործիքակազմից, վկայեց նրա եւս մի ելույթ, որը օրեր առաջ հնչել էր Ղազախստանում, Ալիևը հայտարարում էր, անդրադառնալով հայ-ադրբեջանական թեմային եւ այդ Վաշինգտոնյան ակտից հետո ստեղծված նոր իրավիճակին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունը այժմ խաղաղության շրջափուլում է։ Ուշադրության արժանացնենք, ոչ թե խաղաղություն է հաստատվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այլ հարաբերությունները գտնվում են խաղաղության շրջափուլում։ Մենք շատ լավ պատկերացնում ենք, որ ձևակերպումները այդ մակարդակում ամենևին պատահական չեն լինում, եւ նաեւ շատ լավ պատկերացնում ենք, կարծում եմ, որ մի բան է հաստատված խաղաղություն եւ մեկ այլ բան է եւ բնորոշվում է խաղաղության շրջափուլ, որովհետեւ այդ շրջափուլը բնականաբար ունենում է սկիզբ եւ ավարտ, ինչպես ցանկացած շրջափուլ։ Եվ հետեւաբար կրկնեմ, որևէ կասկած չկա, որ միջազգային կոնյունկտուրայի փոփոխության պայմաններում Ադրբեջանը փոխելու է իր հավակնությունները սպասարկելու գործիքակազմը։ Եվ այս տեսանկյունից, ինչպես նշեցի, Իլհամ Ալիևը ոչ միայն հայտարարում է կամ կրկնում է այդ հավակնությունները բաց տեքստով, անգամ օգոստոսի 8-ից հետո, այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունը ամենաբարձր մակարդակից միջև մերձիշխանական ստորոտներ խոսում է հաստատված խաղաղության մասին, Իլհամ Ալիևը շարունակում է բաց տեքստով, անկաշկանդ ձևով ներկայացնել այդ հավակնությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Ընդ որում, ոչ միայն ներկայացվում են այդ հավակնությունները, այլ մենք տեսնում ենք նաև, որ տրվում են շատ հստակ ձևակերպումներ եւ հանձնարարականներ պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին եւ գիտնականներին աշխատել այս նպատակները փափուկ ուժով սպասարկելու ուղղությամբ։ Հայաստանում իհարկե արդեն իսկ եղել են արձագանքներ, այդ թվում պաշտոնյաների մակարդակով, որ Ալիևի այս հայտարարությունները ներքին սպառման համար են եւ ըստ այդմ կարիք չունեն մեկնաբանելու։ Ես կարծում եմ այս ձևակերպումներով Երևանը պարզապես փորձում է ծածկել դրանց համարժեք արձագանքելու իր անկարողությունը։ Եվ այս տեսանկյունից փորձը ցավոք սրտի ցույց է տվել, որ Ադրբեջանի այս հայտարարությունները, այս նարատիվները, որ բարձրաձայնվում են, հավակնությունները Հայաստանի հանդեպ, որ բարձրաձայնվում են, դրանք չեն տարբերակվում ներքին կամ արտաքին, այսպես ասած, սպառումների կատեգորիաներով։ Ասվում է, եւ մենք տեսնում ենք, որ այո, այդտեղ կա ներքին քարոզչության բաղադրիչ, բնականաբար, ինչպես ցանկացած իշխանություն ունի այդպիսի դեպքերում, բայց նաեւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ամբողջ պետական մեքենան հետո արդեն սկսում է քայլ առ քայլ հետևողականորեն ակտիվության կամ դինամիկայի տարբեր ռեժիմներով
գնալ այդ բարձրաձայնված հավակնությունների եւ նարատիվների հետևից եւ դրանք վերածել հայ-ադրբեջանական օրակարգի, դրանք վերածել լեգիտիմ օրակարգի միջազգային հանրության համար։ Եվ ցավոք սրտի այս հանգամանքը հաստատում է նաեւ այն իրողությունը, որ սրան լոյալ դիրքավորում է ունեցել նաեւ կամ սրան լոյալ դիրքավորում է որդեգրել նաեւ արդեն պաշտոնական Երևանը, ցավոք սրտի մենք սա տեսնում ենք արդեն Հայաստանի պաշտոնյաների ելույթներով եւ ինչպես նշեցի, հենց այսօր արդեն Ադրբեջանի նախագահի հայտարարություններին հնչած պատասխաններով ազգային ժողովի նախագահն օրինակ խոսում է այն մասին, թե տեսեք Ալիևը, բայց ոչ թե ասում է, որ տանկերով են գալու, այլ մեքենաներով, այսինքն նա ոչ թե պատերազմի մասին է խոսում, այլ խաղաղության մասին, այսինքն այստեղ կամ պարզապես փորձ է արվում դիրքավորվել որպես Ալիևի նպատակները չհասկացող կամ Ալիևի նպատակները կոծկող կամ պարզապես սա արտահայտում է լիովին անհամարժեքությունը այն քաղաքական իրողությունների, որ այսօր կան Հայաստանի շուրջ եւ այդ անհամարժեքությունը, որ դրանց հանդեպ ունի Հայաստանի քաղաքական իշխանությունը։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ Ալիևի այս հայտարարությունները իսկապես պետք է արժանանան լրջագույն ուշադրության, որովհետև դրանք, ինչպես նշեցի, իրենց մեջ պարունակում են այն հանձնարարականները, որոնց հետևից գնում է Ադրբեջանի պետական ամբողջ մեքենան։ Ընդ որում, ես ուզում եմ ուշադրության արժանացնենք նաև այն հանգամանքը, թե այս ելույթը ինչին է հաջորդում կամ ինչ էր նախորդել Ալիևի այս ելույթին։ Օրեր առաջ ադրբեջանական մամուլը տեղեկություն տարածեց, այսպես ասենք, անանուն աղբյուրներով, կառավարության անանուն աղբյուրներով, որ Իլհամ Ալիևը 2026 թվականի մայիսին չի գալու Հայաստան եւ չի մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնք գագաթնաժողովին, քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովին, որը, ինչպես արդեն գիտենք, 2026-ի մայիսին անցկացվելու է Հայաստանում։ Եվ ինչով էր ձևակերպում ադրբեջանական կողմը այս չմասնակցելը։ Նրանով, որ եթե լինի մասնակցություն, ապա կստեղծվի կեղծ տպավորություն, որ բոլոր հարցերը լուծված են։ Այսինքն Ադրբեջանը մի կողմից իհարկե խաղում է այն խաղը, որը այսօր պահանջված է մակրո միջավայրում, օրինակ շոյում է նաև նախագահ Թրամփի փառասիրությունը, քանի դեռ նա զբաղված է իր խաղաղությունների հաստատման վիճակագրությունը սահմանելով եւ ներկայացնելով, քանի դեռ նա սպիտակ տանն է, Ադրբեջանը շոյում է այդ փառասիրությունը, բայց մյուս կողմից նաև հիշեցնում, որ ինքը ամենևին չի շեղվում իր նպատակներից, հավակնություններից եւ համարում է, որ քանի դեռ այդ բոլոր խնդիրները լուծված չեն, քանի դեռ իր բոլոր նպատակները իրագործված չեն, ինքը չի համարելու, որ հայ-ադրբեջանական թեման, այսպես ասած, փակված է։ Եվ այս տեսանկյունից է նաև շատ կարևոր ուշադրության արժանացնել, թե ինչից հետո եղավ այս հրապարակումը եւ Ադրբեջանը շարունակելու է այս տրամաբանությամբ իր քաղաքականությունը, շարունակելու է գնալ այս ճանապարհով։ Ադրբեջանի պետական եւ ոչ պետական բոլոր կազմակերպությունները շարունակելու են գնալ այս նարատիվների հետևից, որ բարձրաձայնում է Ալիևը, որովհետև նպատակը շատ պարզ է։ Ադրբեջանը պատկերացնում է, որ Հայաստանի հետ խաղաղությունը այն է, երբ Հայաստանի Հանրապետությունը ամբողջապես ենթակա է խաղաղության մասին Ադրբեջանի պատկերացումներին եւ Ադրբեջանի պետական ռազմավարությանը։ Սա բավական անթակույց ձևով է ներկայացվում եւ սրա փոխարեն մենք տեսնում ենք, որ Հայաստանից ներկայացվում է, այսպես ասած, իրական Հայաստան հայեցակարգը, որը, ինչպես մենք կարող ենք դատել Ալիևի հայտարարություններից, ոչ այլ ինչ է, քան պարզապես հայաստանյան էլեկտորատի համար ներկայացվելիք քարոզչության բանաձև եւ ոչ թե խաղաղության բանաձև, ինչպես փորձ է արվում ներկայացնել, որովհետեւ խաղաղության բանաձևը կարող է հիմնված լինել միայն քաղաքական բալանսի վրա, թե մակրո, թե միկրո միջավայրում բալանսի վրա, բայց մենք տեսնում ենք եւ Ալիևի ելույթները սրա մասին են վկայում եւ ցավոք սրտի նաեւ Հայաստանից հնչող արձագանքները վկայում են սրա մասին, որ այդ իրական Հայաստան ներկայացվող հայեցակարգը ընդհանրապես քարոզչական բանաձև է եւ այն խաղաղության հետ որպես խաղաղության բանաձև որևէ առնչություն չունի։ Եվ այստեղ գլխավոր խնդիրը նաեւ այն է, որ երբ Ադրբեջանը բարձրաձայնում է, շարունակում է բարձրաձայնել իր նարատիվները եւ գնում դրանց հետևից, պաշտոնական Երևանը եւս գնում է փաստացիորեն դրանց հետևից
ուղիղ ճանապարհով կամ շրջանցիկ ճանապարհներով, սա արդեն մեծ նշանակություն չունի։ Անհանգստացնողը հենց ինքնին փաստն է, որ պաշտոնական Երևանը գնում է դրանց հետևից, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը անընդհատ կամ պարբերաբար արագացնում է իր ընթացքը, եւ սա ցույց է տալիս, որ ցավոք սրտի խաղաղությունը այսօր դարձել է ոչ թե իրական հեռանկար, որի շուրջ Հայաստանի Հանրության շրջանում պետք է ծավալվեն իսկապես լուրջ եւ իրական քննարկումներ, այլ ընդամենը քարոզչական մի ծամոն, որը ցավոք սրտի առաջին հերթին սպառնալիք է հենց խաղաղության հեռանկարներին, որովհետև, ինչպես նշեցի, կառուցված է բալանսի խախտման տրամաբանության վրա եւ ոչ թե բալանս ձևավորելու։ Ընդ որում բալանս ասված ամենևին չի ենթադրում միայն ուժային բալանս։ Վերջին հաշվով քաղաքականության մեջ կայունության, անվտանգության այս ամբողջ համակարգերը չեն կառուցվում բացառապես ուժային բալանսի վրա, բայց ինչպես նշեցի, մենք տեսնում ենք, որ բալանսը խախտված է պրոցեսների հենց տրամաբանական հիմքից։ Սա իհարկե անհանգստացնող հանգամանք է, եւ մենք պետք է մեր հանրային քննարկումները կառուցենք հենց այս իրողությունները արձանագրելով։